Ողջույն ընկերներ, ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ինչպես ենք պատրաստում գիպսից կաս։ Առաջին ծանոթացնեմ ֆորմային, կաղապարային ֆորմա է, երկու կաղապար։ Առաջին կաղապարը դա գիպսն է, երկրորդ կաղապարը դա սիլիկոնը։ Ինչի համար է նախատեսված գիպսի կաղապարը արտաքինից։ Այն նախատեսված է, որպեսզի կասը պատրաստելու ընթացքում դեֆորմացիայի չենթարկվի և կասը այլ տեսք չստանա։ Ինչպես ենք պատրաստում։ Պատրաստման գործընթացը։ Ֆորման, տեսնում ենք ջուր, հետո գիպս, խառնում ենք։ Լավ խառնելուց հետո տեսնում ենք ֆորմայի մեջ։ Սա առաջին գործընթացն է։ Լավ տարածում ենք ֆորմայի մեջ ամբողջ գիպսը, որպեսզի ֆորմայի ամբողջ պատերը պատվի գիպսով։ Ֆորմայի ներսը ամբողջովին պատված է գիպսով, առաջին շերտը։ Երկրորդ շերտը լցնում ենք ջուրը մի քիչ շատ, ինչի համար, որպեսզի հաստացնենք պատերը և կարողանանք փակել կասի տակը, որի արդյունքում կասի ներսը դառնում է արդեն քիչ։ Նորից պտտում ենք ֆորման, պատերը ավելի հաստացավ, փակում ենք տակը, ռասնում ենք հակառակ և վերջ, տակը փակված է։ Սպասում ենք 5-10 րոպե և ֆորմայից խմում ենք մեր գեղեցիկ կասը։ 5-10 րոպե սպասելուց հետո բացում ենք մեր ֆորման, տեսնենք ինչ ենք ստացել արդյունքում։ Նորից նույն հերթականությամբ բացում ենք։ Այո, արդյունքը։ Իսկ հաջորդ վիդեոյում ցույց կտամ հաջորդ գործընթացը ինչ ենք կատարելու ֆորմայից հետո կասը երբ հանում ենք։